ստացել ու դժգոհություններ կան։ Մի փոքր կպատմեք մեզ ինչ դժգոհություններ են առաջացրել։ Այո, բժիշկները ստացել են իրենց առաջի ապահովագրության ներդրումից հետո աշխատավարձը բավականին ցածր թվերով եւ ուշացումով։ Հիվանդանոցային բլոկի աշխատողները ստացել են շուրջ 30% ցածր աշխատավարձներ, իսկ պոլիկլինիկաներում, այսինքն արտահիվանդանոցային բժշկական ծառայությունում մոտավորապես 2 անգամ, 2-ից 3 անգամ երբեմն ցածր եւ այս կառույցում շատ ավելի ցածր ստացել են բուժքույրերը, մայրապետերը, որտեղ բժիշկները եւ բուժքույրերը այնտեղ վարձատրվում էին per capita սկզբունքով, այսինքն գլխաքանակային սկզբունքով եւ այդ per capita սկզբունքով իրենց աշխատավարձը բավականին իջել է։ Եվ ցավոք սրտի բավականին ուշ են ստացել, այսինքն եթե չեմ սխալվում, փետրվարի 20-ին նոր իրենք աշխատավարձ ստացան, իսկ դրանից առաջ մենք տեսանք առողջապահության նախարարության հայտարարությունը, որ խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որովհետև նոր համակարգ է, չենք կարողացել սա անենք, չենք հասցրել նա անենք եւ ցավալի է, որ այս բոլոր մարդիկ, որոնք որ ստանում էին ուշ աշխատավարձ, ունեին բազմաթիվ պարտավորություններ, բոլորը անհանգստացած գրում էին, որ իրենց բանկերի խնդիրներն են լուրջ խնդիր առաջացրել, այլ պարտավորություններ եւ այլն։ Սակայն մենք տեսնում ենք այսօր, որ առողջապահության նախարարությունը փորձում է դրա դեմ ինչ-որ գործընթացներ անել եւ այսօրվա մեր խնդրանքը հենց դրանում է, որ նստել կառուցողական դաշտում մեկ սեղանի շուրջ, լսել խնդիրները եւ փորձել համատեղ գտնել այդ խնդիրների լուծումները։ Ամենամեծ բացը ո՞րն է այս համընդհանուր ապահովագրության համակարգի, որը դուք մատնանշում եք։ Ամենամեծ բացը հախուռն մտնելն էր համակարգը, մեկնարկելն էր համակարգը, որովհետև առողջապահական ապահովագրությունը մեկնարկվեց առանց պատշաճ իրազեկման, թե բուժաշխատողներին իրենց անելիքների մասին, թե քաղաքացիներին ինչ իրավունքներ ունեն։ Երկրորդը դեկտեմբերի 31-ին հիվանդանոցների հետ Zoom հարթակում ինչ-որ փաստաթղթեր էին ուզում, այսինքն անգամ չունեին պայմանագրեր հիվանդանոցների հետ, սակայն հունվարի 1-ից մեկնարկվում էր համակարգը։ Մեր ապահովագրությունը ներդրվեց առանց հիմնադրամի ստեղծմանը եւ առ այսօր այդ հիմնադրամը անհասկանալի է ինչպես է ստեղծվել, ինչ աշխատողներով է ստեղծվել եւ այլն։ Ներդրման պահին, հունվարի 1-ին մենք ունեինք ապահովագրական հիմնադրամում 1 աշխատող, դա հիմնադրամի տնօրենն էր, որը որ ժամանակավոր պաշտոնակատար էր։ Բազմաթիվ իրավական ակտերի բացով նախագծային փուլում մենք ներդրեցինք եւ այս ամեն ինչը բերում է բազմաթիվ բացերի եւ խնդիրների։ Այսօր բուժաշխատողների աշխատավարձ չունենալը, չհաշվարկելը, թերի հաշվարկելը հենց այդ բացերի խնդիրն է։ Իսկ ինչ կասեք ծանրաբեռնվածության մասին, արդյոք այժմ ծանրաբեռնվածությունը համապատասխանում է ստացած աշխատավարձին եւ նաեւ թղթաբանության հետ կապված ինչ խնդիրների են բախվում բուժաշխատողները։ Այո, ծանրաբեռնվածությունը հատկապես արտահիվանդանոցային բլոկում բավականին շատ է, մարդիկ բժիշկները ամբողջ օրը անհասկանալի թղթաբանության մեջ են եւ շատ կարեւոր եւ լուրջ խնդիր է Արմեդ համակարգի չաշխատելը, որովհետեւ ժամերով Արմեդ համակարգը կարող է չաշխատել, որի արդյունքում անգամ մի դեղատոմս գրելը դառնում է խնդիր բժիշկների համար։ Եվ դրա արդյունքում մենք ունենք այդ խնդիրը, ինչպես նաև շատ ծանրաբեռնված են հիվանդանոցները, որովհետև մարդիկ հատկապես պլանավորվող ոչ սուր դեպքերով արդեն բավականին շատ դիմում են, հերթեր են կուտակվում եւ այս ամեն ինչի այսպես ասած չհամակարգումը վերել է նրան, որ բժշկական հանրույթը ծանրաբեռնված է եւ այդ ծանրաբեռնվածության արդյունքում նրանք սպասում էին, որ կունենան համապատասխան վարձատրություն, սակայն նրանք ստացան այն ինչ որ մենք տեսնում էինք։
Ճիշտ ասած, ամենակարևորը, որ ես խոսել եմ բազմիցս, դա սակագների վերանայումն է, որովհետև երբ որ քեյսերը ինքնարժեքից ցածր են դրվում ապահովագրական փոխհատուցումները, ապա դրանք եւ սև շրջանառության պատճառ կարող են դառնալ եւ բժիշկների կողմից անհատական չցանկանալը ապահովագրական հիվանդին սպասարկելը, ինչպես նաև այդ սակագնից է ձևավորվում բուժաշխատողների աշխատավարձը, հա, եւ մեկ օր ուրբաթ օրը Անահիտ Ավանեսյանը արդեն իսկ հավաքել է ամբողջ ղեկավար կազմին եւ հանձնարարել է ըստ իմ տեղեկություններին, որ նորից ներկայացնել սակագնային առաջարկներ։ Այն հիմա շատ կարևոր փուլ է եւ դրա համար ենք մենք այսօր այստեղ խնդրում, որպեսզի լսեն մասնագիտական հանրույթին, նստեն մեկ սեղանի շուրջը, ճիշտ հաշվարկներ կատարվի, ճիշտ գնագոյացման հաշվարկներ կատարվի, որպեսզի եւ հիվանդանոցները պարտավորված եւ շահագրգռված լինեն ապահովագրության շրջանակներում հիվանդներին բարձր որակով սպասարկմանը եւ նաեւ բուժաշխատողները դրանից ստանան նորմալ արժանապատիվ աշխատավարձ։ Կարծես ամենաշատը բողոքում էին վիրաբույժները, որ իրենց աշխատավարձը ցածր է, իսկ Տիկին Ավանեսյանը նշում էր, որ այդպես չէ եւ վիրաբույժները ստանում են բարձր աշխատավարձ, ինչ կասեք այդ մասին։ Ճիշտ ասած, իմ համար շատ տարօրինակ էր ապահովագրական հիմնադրամի, այսպես ասած, հարցազրույցը, որտեղ նա վիրահատությունները բաժանեց ռուտին եւ ոչ ռուտին վիրահատությունների աշխարհում նմանատիպ ստատիստիկայի կամ նմանատիպ դասակարգման ես չեմ հանդիպել, որ օրինակ խոլեցիստեկտոմիան դա ռուտին վիրահատություն է եւ իրենք շատ հստակ մի բան են ասում է ռուտին վիրահատող վիրաբույժը չի կարող բարձր աշխատավարձ ստանալ այս կառուցվածքով։ Իսկ ռուտին վիրահատություն իրանց դասակարգմամբ արվում է մեր բոլոր մարզերի վիրաբույժների կողմից, հա, որովհետև ավելի բարձր վերակենդանացման մակարդակ ունեցող հիվանդանոցները Երևանում են եւ բարդ վիրահատությունները կատարվում են Երևանում։ Եվ այո, վիրաբույժները ստացան ցածր աշխատավարձ շատ եւ անգամ լավագույն վիրաբույժը, որ մի քանի ամիս առաջ արդեն վիրահատությունները ունի դրած, ինքը բողոքում էր անձնական խոսակցության, որ 30% պակաս է ստացել։ Այսինքն մենք ունենք խնդիր ամբողջ համակարգի հետ, ոչ միայն ռուտին վիրահատություններ կատարողների հետ։ Իրականում էլի դա գալիս է սակագների սխալ գնահատումից։ Օրինակ, եթե ոսկրերի չբարդացած բաց կոտրվածքի դեպքում մենք կատարում ենք վիրաբույժը կատարում է վիրահատություն, այդ վիրահատությունը գնահատված է 100,000 դրամ։ Դրանից վիրաբույժը ստանում է 13,000 դրամ, բայց այդ վիրաբույժը կատարում է նույն ստրեսային վիրահատությունը, ինչ որ կաներ մեկ այլ վիրահատության ժամանակ։ Ասեմ շնորհակալ։ Like exclusive are in your car. Շատ ենք։